Մայիսը հայ ժողովրդի համար նշանավոր։ Արիաննա։ Այսինքն 92-ի մայիսին հայ ժողովրդի համար կրկնակի ու եռակի տոն դարձավ, որ կարողացան ազատագրել Շուշին, այս բերդաքաղաքը, որ մի քիչ առաջ քողերներն ասացին այս Շուշին էր, որ տրվել էր 18-րդ դարում թուրք ցեղապետ Փանահին էր տրվել։ Հիմա հայերն ազատագրելով Շուշին եւ ում էր վերագրվել դա Արկադի Տեր-Թադևոսյանին։ Օպերացիան կոչվեց Հարսանիք լեռներում, որովհետեւ Արկադի Տեր-Թադևոսյանի կոմանդոսի գլխավորությամբ էր, այո, նաեւ Սեյրան Օհանյանն է ներկայիս պաշտպանության բանակի հրամանատարը, պաշտպանության նախարարն էր։ Նրանց նախաձեռնությամբ, նրանց հարվածներով էր, որ կարողացան օպերացիան կոչելով Հարսանիք լեռներում ազատագրել Շուշին։ Իսկ մայիսի 18-ին ազատագրեցին նաև Քաշաթաղը, Լաչինը երբեմնի եւ Լեռնային Ղարաբաղը ցամաքային կապով ամրացավ, միացավ Հայաստանին։ Դուրս եկավ շրջափակումից, որովհետեւ դա շատ կանցկեսական ու կարևոր նշանակություն ունեցող տարածք էր հայ ժողովրդի համար այդ տարածքը։ Ու պատերազմը չդադարեց դրանով, շարունակվեց եւ առ այսօր շարունակվում է, որի մասին Ես զինվոր եմ։ Չէ, ներեցեք, ես զինվոր էի։ Արդեն պիտի սովորեմ ինքս ինձ հետ անցյալով խոսել։ Չնայած համոզված եմ, որ ներկա կլինեմ դեռ երկար ժամանակ։ Երբ ես ծնվեցի, հայրս մի լավ խմեց, դե հասկացեք նրան ախր տղա էր ունեցել։ Անցան իմ 18 գարունները։ 18-րդն արդեն ինձպես զինվորների հետ դիմավորեցի։ Բոլորիս 18-րդ գարունն էր, բոլորս միասին էինք։ Գարնանը ծաղկում է բնությունը։ Կյանքը սկսում է արթնանալ իր խորը քնից։ Այս գարունն էլ սովորականի պես սկսվեց։ Մի քանի օր առաջ հայրս էր զանգել, ասաց, որ մեր բակի ծիրանենին արդեն ծաղկել է։ Օրերն եմ հաշվում 20-րդ գարունս արդեն իմ տանը կդիմավորեմ։ Ծիրանենու ծաղկելն են իմ աչքերով կտեսնեմ։ Բայց այս գարունը նման չէր մյուսներին։ Բնության հետ արթնացել էր նաև թշնամու դաժանությունը։ Չնայած նրա դաժանությունը երբեք էլ քուն չէր մտել։ Ես չէի պատկերացնում, որ սա իմ վերջին գարունը կդառնա։ Ախր 20-րդը պետք է տանը դիմավորեի։ Ես չէի պատկերացնում, որ արևը վերջին անգամ եմ տեսնում։ Եթե իմանայի, արևից մի բուր սրտումս կպահեի։ Ես չէի պատկերացնում, որ մորս ձայնը վերջին անգամ եմ լսելու։ Եթե իմանայի, կխնդրեի նրան մի քանի բառ ավել ասել։ Ես չէի պատկերացնում, որ ծիրանենին իմ աչքերով էլ չեմ տեսնի։ Եթե իմանայի, կխնդրեի հորս ծաղկած ծիրանենուց մի քիչ էլ պատմել։ Ես շատ բան չէի պատկերացնում։ Պատկերացնելու ժամանակ չունեցա։ Իմ ու ձեր միակ մխիթարությունը թող լինի այն, որ մահս սովորական մահ չէր, մահս հերոսական էր։ Կյանքս սովորական կյանք չէր, այլ հերոսի կյանք։ Մարմինս մահացավ, բայց հոգիս ամեն պահ վերածնվում է։ Ես կամ ու կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ ինձ հիշում եք։ Ես գնացի, որ դուք ապրեք։ Իմ ծաղկած ծիրանենին ձեզ եմ նվիրում։ Գարունս թող ձեզ համար բացվի, բայց երբեք չնմանվի 2016-ի գարնանը։ Ձեզ եմ տալիս նաև իմ մի բուռ արևը։ Իսկ մորս ձայնը հաստատ չեմ մոռանա, ականջներս նրա ձայնով հարուստ են։ Հայրս նորից մի լավ խմեց, դե հասկացեք նրան, ախր տղա էր կորցրել։
Մի հատ էլ հար եթե որ կհայացի։ Մի հատ էլ բանը միացրու նոր անցնել առաջ։ Թեժ բահերի։ Դե գրիվայլի։ Կրակոսներ։ Տանը չեմ պատմում, բայց որ հեռուստացույց եք նայում, իմանում ենք էլի։ Այն չեք տեսել հեռուստացույցից։ Որ թուրքերը կրակում են բեսպիլոտնիկներով, որ նկարում են ցույց են տալիս։ Անընդհատ սարք։ Ինչ կարող է անել դա։ Նա նկարում է Քարտեզ է կառուցում եւ բոմբեր է թողանում։ Շնամի տեսնում էի չէ կատարվում ու արդեն հասկանում է որ տեղի վրա կրակի, օրինակ որտեղ են մնում գեներալները, որտեղ է բնակչությունը ավելի շատ կենտրոնացված, զորքերը։ Ամեն մարդ ասում է մենք էլ իմանանք։ Իմ քերրիս է գնացել։ Քերրիս գնացել է որ պաշտպանի։ Խոսում ես քերին հետ։ Հա, Ինչ է պատմում քերին։ ամալավ է ստեղ։ Ասում է, որ իրավիճակը շատ վատ է։ Եվ վատ արում, հետո լվանում։ Սիրելի հայրիկ, ես քեզ շատ եմ սիրում, ցանկանում եմ, որ դու շուտ գաս մեր կողմ։ Պապասը։ Պապային ինչ ես ասում։ Ուզում եմ ասեմ, որ ինքը ուժեղ լինի, անկախ նրանից թույլ են, թե ուժեղ, պայքարեն, ունենանք մեր հողը, Ղարաբաղը ուժեղ է։ Իրգունը կրակեցին ժամը 2-ի կողմերներ, հետո որ վաղը պապան մեզ տեղափոխեց ստե։ Մեքենայը, որ փախանք, գրադով խփում էին արդեն Մարտակերտի վրա։ Կարոտ եք այդ Մարտակերտ։ Հա, Շատ։ մեր դեպրոսն ենք մեր տունն ենք պապային։ Իրգունը ժամը 2-ի կողմերի կրակեցին, պապան վաղը ասես պիտի գնաք դուք վանք, ստե բարեկամի տունն ենք ապրում, էլ պապան մի շուշուտ է գալի գնում, էլ չենք պա։ Դե պապիկի հետ առավոտ իջանք բակ, որ բանով խփեցին գրադով, արդեն մենք վախեցանք, պապիկը գնաց, որ գազ խփի չեղավ, մի քիչ սպասեցինք, եկա պապիկը գնացինք, արդեն գնացինք Ստեփանակերտ, ընդ մի օր կատ մնացինք, հետո եկանք վանք, հիմա եկել եմ դպրոցել։ Այնտեղ ովքեր են մնաց գործում։ Պապասա մամաս։ Խոսում ես հետները։ Հա, Կարոտ ես։ հա։ Բարևես մամային, պապային ինչ կասես։ Չեմ կարող պատասխանել։ Այդ չնկարեն քեզ։ Չէ, չեմ ուզում։ Ինչպես մոռանալ, Արանտիկն այսօր էլի, մոռանալ, զույգաշկով թող քորան։ Եղեռնաբեր ապրել էր հայերիս համար, գուցե դժվար լինի արտահայտվելը, բոլորս խուսվեցինք, բայց կատարենք նաև այս մի առաջադրանքը մեր քարաբաժան մեթոդից նկարագրել այն զգացմունքները, որ ապրեցիք ֆիլմի դիտումից հետո։ Գրեք, բերեք հարցրեք։ Ինչ զգացմունքներ ունեցաք։
Գրեք այն փաստերը, որ իմացաք ֆիլմից։ Ինչ փաստեր կգրեք։ Ֆիլմից ինչ իմացաք։ Որ ագրեսիան շարունակում։ Որ շարունակում է եւ որի արդյունքում երեխաներն են դժում, որի արդյունքում փախստականներ, տարհանված բնակչություն, խաթարված մանկություն եւ այլ իրավունքների խախտում։ Իզաբելան ինչ գրեց։ Հուսմունք։ Ինչի՞ չեք գրում երեխեք։ Խտեր չեմ տվել ես դες։ Ինչն են կարոտում երեխաները, որն է նրանց երազանքը։ Ինչ կկարոտեն երեխաները ձեր կարծիքով։ Իրենց ընտանիքները Երեխաները կարոտում են կարող է գրել ու ցանկացած վանդակում չափցնել։ Եվ ընդեղ մի հատ կետ կա ձեր ցանկությունները։ Ցանկացածը կարող եք 4 տեղում փակցնել, որտեղ որ կկարողանաք, որտեղ որ ցանկանում եք, փակցնում եք, միտեղ փակցնում եք։ Հա, Իզաբելա, ինչ կասես։ Ինչ ցանկություն կհայտնի։ կցանկանայի, որ չխաթարվեն երեխաների կյանքի գոյատևման, Այո, երեխաների կյանքի գոյատևման, անձի զարգացման, պաշտպանվածության իրավունքները։ Այո։ Դա քո ցանկությունն է, որ չխաթարվի։ Ապրես Իզաբելա, գրի եւ փակցնի։ Սոսինձն է, եթե լավ չկպնի, սոսինձով կարող է կպցնել։ Իսկ ես իմ նամակ ուղերձով կդիմեի Ադրբեջանի ռազմատենչ ու ագրեսոր իշխանություններին։ Ապրես Լիլիթ, քո նամակ ուղերձը կարդա, բոլորս լսեն։ Բարև, քեզ դարը բարև, քեզ անհրաժան բարև, լուսաբաց է, երբ հայերով քնած ենք, երբ ամենօրյա հույսով քնել ենք, որ արժանանք, լուսաբաց էր, երբ մենք պարզապես քնած ենք, հասկանում ես, ու եկար, ինչպես միշտ ես գալիս, վախը սրտումը ցասում աչքերիդ ու տրորեցիր իմ հողը, դու մտար իմ տուն, ու սպանեցիր իմ ամենաանպաշտպանին, կրակեցիր ամենափոքրին, կեսօրին դու տվեցիր մեզ դրոշակ, արյունի մեջ թաթախված, անցան ժամեր, անմեղ զոհեր, վիրավորներին մայրաբար օգնում էին քեզանից էլ անվախ ու քաջ կանայք, ահա արևը նահանջեց, լուսինը ապստամբեց ու սկսվեց, երկինքը լցվեց արյունով, աղմուկ, պայթյուն, կռիվ, պատերազմ, ու դարձյալ զոհեր, անմեղ պատանիներ, կյանքի հոտն առած, բայց չապրած տղեր, գուցե արցունքոտ են աչքերս այսօր, բայց հավատա, հոգիս ժպտում է ու ժպտալու է, վաղն էլ, մյուս օրներ, հա ինձ սպանելը հեշտ չէ, սպանեցիր մեկին, կսպանենք հազարի, չսպանեմ ես, կսպանի թոռս։ Ֆիլմ նայելուց հետո ես հիշեցի իմ կարդացած Վսևոլդ Գարշինի «Թշնամիները» պատմվածքից մի հատված, որտեղ Կարդա լսեք, կարդա այդ փոքր հատվածը մենք բոլորս լսենք։ Թշնամիները ճակատամարտը վերջացել էր, հեռվից դեռ լսվում էին թնդանոթների դղրդյունը և հաղթանակած զինվորների համազարկներն ու փողերի ձայները, սպանվածների զանգվածների միջից տեղ-տեղ լսվում էին վիրավորների հառաչանքները։ Մի ցամաքածապի եզրին խիտ եղինջի մեջ, իրար մոտ պառկած էին 2 զինվոր, երկուսն էլ ծանր վիրավոր։ Նրանց համազգեստները տարբեր էին, դեռ մի քանի ժամ առաջ նրանք կատաղի թշնամիներ էին իրար դեմ կանգնած, պատրաստ էին սվիներով իրար փոշոտելու, իսկ այժմ լուռ նայում էին իրար լեզու չէին հասկանում։ Հանկարծ տարիքով փոքրը դժվարությամբ հազիվ 1-2 քայլ սողալով մոտեցավ թշնամուն և մեկնեց նրան իր ջրի ամանը, ապա փորձեց թաշկինակով կանգնեցնել նրա վերքից հոսող արյունը, բայց անօգուտ, նա ավելի թուլացավ ու պառկեց։ Վերջապես երիտասարդը հոգնած ու թուլացած քուն մտավ, վրա հասավ պարսկագիշերը, ցուրտ կամին փչում էր հեռավոր լեռներից, կռվի դաշտում ավելի ու ավելի էին նվազում հառաչանքները, վիրավոր միտի աղետտուր խխնջում էր։ Կեսգիշերին տարիքով ավելի մեծ վիրավորը կրկին նստելու փորձ արեց, բայց իզուր, արդեն բոլորովին արյունաքամ էր եղել։ Մահվան սառնությունն սկսեց պատել նրան, աչքը մոտ պառկած զինվորի վրա ձգեց։ Վիրավոր երիտասարդը խոր քնի մեջ էր և կծկվել ու պրկվել էր գիշերվա կտրող ցրտից։ Պիտի սառչի, անցավ մտքով, անպայման պիտի սառչի, որքան էլ երիտասարդ է, երբ առավոտվա դեմ վիրավորների հավաքող խումբը մոտեցավ նրանց, երիտասարդն արթնացավ, ուզեց բարձրանալ ու զարմացավ, երբ իր վրա մի վերարկու տեսավ։ Նա շուրջը նայեց կողքի զինվորին, նա մեռած էր և պառկած էր առանց վերարկուի։ Երբ երիտասարդին բարձրացնում էին, որ տանեին, նա խորն հուզմունքով ու երախտագիտությամբ նայում էր թշնամու,
տանջված ու գունատ դեմքին եւ չէր կարողանում հայացքը հեռացնել նրա կիսախուփ աչքերից։ Ինչ չարչարանք պիտի կրած լիներ հոգեվանքի ու արյունակամ եղած այս մարդը, ինչպես որ կարողանար վերարկուն հանել ու ծածկել մոտը պարկած զինվորին։ Եվ ինչն է քեզ դուր եկել այդ հատվածում դիլից։ Ինչ կար այդ հատվածի մեջ, բովանդակության իմաստը որն էր։ Որ Ինչքան էլ ուզում եք Շտաբի կողմից մարդասիրական վերաբերմունքը երիտասարդին, հա, որ իր վերարկուն հանեց ծածկեց նրան, որ նա չմրսի։ Այո, եւ քո ցանկությունը մարդասիրական վերաբերմունք ռազմագերու զինվորների, ճշնամական վերաբերմունք, ճշնամիների առհասարակ բոլորի նկատմամբ մարդասիրական վերաբերմունք, որից զուրկ էր մեր հարևան պետությունը, որի կատարած զարհուրելի ոչրագործությանը մենք եւս մեկ անգամ ապացուցեց ու ականատես եղանք։ Եվ մեր այդ ցանկությունները, որ մենք սերունդ ենք դաստիարակում, մեր Հայաստանում դպրոցում կրթում ենք երեխաներ, որ պետք է մարդասիրական վերաբերմունք դրսևորել թշնամու առհասարակ նամանավանդ վիրավորի նկատմամբ, նա իրենք են մեզ դաստիարակում, իրենք են մեզ ցույց տալիս հակահարված տալու գաղափարը։ Մենք որքան էլ որ այս դաստիարակության մեջ փորձենք մարդասիրությունը դնել որպես գաղափար, նրանց կողմից կատարված քայլերի համարժեք պատասխանի մեջ մենք չենք կարող դժվարանում ենք դա անել։ Ինչը նրանք ցույց են տալիս, ինչը նրանք բազմիցս ապացուցում են։ Եվ ժամանակը քիչ է մնում, բայց անդրադառնանք նաև մի հարցի, ափսոս չենք կարող, մենք ունենք նաև